Հալելույա։ Իհարկե, մենք անցած Կիրակի օրը խոսել 10 պատվիրաններից։ Խոսել ենք առաջի պատվիրանը, հիշում եք որներ դա։ Առաջին պատվիրանը սա էր. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Երկրորդ պատվիրանը որն էր։ Ոչ մի բան նմանությունով դու քեզ համար կուրկ չսարքես։ Ահա երրորդ պատվիրանից պիտի խոսենք այսօր։ Երրորդ պատվիրանը գրված է Ելից 20-րդ գլխում 7-րդ խոսքում եւ երկրորդ օրինաց 5-րդ գլխի 11-րդ խոսքում։ Շատ կարճ մի նախադասությունով գրված է այդ պատվիրանը. Տիրոջ քո Աստծոդ անունը պարապտեղը բերանը չառնես, որովհետև Տերը իր անունը պարապտեղը բերանը առնողը անմեղ պիտի չհամարի։ Պատվիրանը ասում է, որ քո Տեր Աստծո անունը իզուր տեղը, դատարկ տեղը, չարտասանես, չխոսես, որովհետև այդպիսի մարդը անպայման մեղավոր պիտի լինի Աստծո առջև։ Այսօր պիտի խոսենք այս պատվիրանի մասին։ Խնդրում եմ շահություն դարձրեք հերթականությանը։ Առաջի պատվիրանն ասում էր, որ ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Երկրորդ պատվիրանն ասում է, քեզ համար կուրկ չսարքես։ Կարծես առաջի պատվիրանի շարունակությունն էր, որովհետև ցանկացած մի բան, որ կվերցնենք ու կուրկ կսարքենք, դա կդառնա մի ուրիշ աստված, որը հակասում է առաջի պատվիրանին։ Երրորդում ասում է, իմ անունս իզուր տեղը բերանը չվերցնես։ Իմ անունը իզուր տեղը չարտասանես, դատարկ տեղը չարտասանես կարծես թե։ Այստեղ ճիշտ բառը եբրայերեն դա դատարկ բառն է։ Դատարկ տեղը, բայց միտք ավելի հասկանալի լինելու համար հայերենում շատ թարգմանություններում դուք կարդաք իզուր բառը։ Կարծես թե Աստված խոսում է իր մասին, ասում է ինձանից բացի ուրիշ աստված չունենաս, կուրկ չսարքես, ասում է իմ անունս։ Հաջորդ ամենակարևոր բանը իր անունը, Աստծո անունը։ Գիտեք, իսկապես դու որքան ես գնահատում քո անունը։ Գիտեք, անունը ինչքան մեծ նշանակություն ունի անձի համար։ Մի օրինակ բերեմ, երևի բոլորիդ կյանքում պատահած կլինի։ Միշտ մարդը որևէ անձի անվանը վերաբերում է այնպես, ինչպես կվերաբերվեր այդ անձին։ Համաձայն եք ինձ հետ։ Եղել է ձեր կյանքում այսպիսի մի բան։ Օրինակ, մեկը կա, չգիտեմ, ինչ անուն ասեմ, որ այդպիսի մարդ չլինի այստեղ։ Վալոդ անունով մեկը կա, չգիտեմ, այստեղ տես մարդ չկա, չէ՞։ Տենց մեկը կա, որի հետ հեչ չունես։ Աչքով աչք չունես, չես ուզում տեսնել։ Մեկ էլ անցնում ես մի տեղով, մեկ էլ այդ անունը լսում ես, ներսդ վատ ազգում անմիջապես։ Եղել է ձեր հետ։ Բոլորս էլ մարդ ենք։ Իմ հետ եղել է։ Երբ որ մեկի հետ հեչ չունեմ, չեմ ուզում դրան աչքովս էլ տեսնեմ, մենակ անունը լսում եմ, թեկուզ այդ անունը ուրիշի վրա է, արդեն ներքուստ վատ եմ զգում այդ անունից։ Ինչու՞, որովհետև այդ անձի հետ չունեմ։ Անունը միշտ կապված անձի հետ։ Անունը ցույց է տալիս ով է անձը։ Մանավանդ աստվածաշնչյան անունները բոլորը ունեին իրենց թարգմանությունը։ Նաև մեր հայ ազգում այդպես է, չէ՞, մեր շատ անուններ մենք իհարկե գուցե մոռացել ենք ու չգիտենք ինչ են նշանակում, բայց բոլորն իրենց նշանակությունը ունեցել են ժամանակին։ Հիմա էլ Աստված ասում է իմ անունս իզուր տեղը բերանը չառնես, անունը ունի որոշակի նշանակություն, իմաստ, անունը բնութագրում է անձին, անվանը վերաբերմունքը ցույց է տալիս մեր վերաբերմունքը Աստծուն, սա շատ կարևոր է։ Դրա համար ես պիտի խոսեմ սկզբում այն բաների մասին, որոնք Աստված ասում է չանել այս արտահայտության մեջ, բայց նաև պիտի խոսեմ այն բաների մասին, որտեղ որ պետք է Աստծո անունը տալու քրիստոնյաները չեն տալիս, որ պետք է համարձակ լինել Աստծո անունով գործելու։ Այդ բաժինների մասն էլ պիտի խոսեմ։ Ուրեմն ինչ է նշանակում իմ անունս իզուր տեղը քո բերանը չառնես։ Այսպիսի արտահայտություն միակը չի, որ կարդաք Աստվածաշնչում, շատ կան այսպիսի խոսքեր գրված, բայց ես ուզում եմ, որ մեր ավելի լավ հիմքը լինի նոր կտակարանի վրա։ Հռոմեացիների 2-րդ գլխում 24-րդ խոսքում գրված է այսպիսի արտահայտություն, որ ձեր պատճառով հեթանոսների մեջ իմ անվանը հայհոյում են։ Գիտեք սա ինչ է նշանակում, որ նրանք, ովքեր իրենց վրա վերցրել էին Աստծո անունը, չէին ապրում այդ անվանը համապատասխան։ Ու այդ սխալ ապրածի հետևանքով հեթանոսների մեջ հայհոյվում էր այդ անունը։ Այդ խոսքը խոսում է դատապարտության իմաստով, այդ խոսքը չի խոսում դրական իմաստով։ Եթե դու ամեն ինչ կանես փայլուն, Աստծո կանոնների համապատասխան, ու այդ անունը կփորձեն հայհոյել, Աստված վրիժառու կլինի դրա համար։ Մենք անցած անգամ խոսել ենք վրիժառության մասին։ Աստված վրիժառու կլինի, Աստված ինքը դեմ դուրս կգա այդ մարդկանց։ Բայց երբ որ դու ես սխալ գործում ու հայհոյում են, ճիշտ են անում ու Աստված երբեք էլ դրան դեմ դուրս չի գալու։ Հասկանում եք։ Ավելի շատ մեզ է դեմ դուրս գալու, եթե ես վերցրել եմ Հիսուս անունը ու որևէ մեղքի մեջ լինեմ, ու մարդիկ ինձ նայեն այդ տեսակետից ու Աստծուն հայհոյեն իմ պատճառով, Աստծո պատիժը ինձ վրա է գալու, ոչ թե այդ մարդկանց վրա։ Պատկերացնում եք, դրա համար նա, որ վերցնում է Աստծո անունը իր վրա, նա պատասխանատու է ճիշտ ապրելու Աստծո առջև։ Դատարկ կյանք չունենալու ուրիշ խոսքերով ասած։ Եթե ասում է դատարկ տեղը իմ անունից չվերցնես, սա նշանակում է դատարկ կյանք չունենաս։ 50-րդ Սաղմոսը դուք կարդացել եք, հայերենում 50-ն է, ռուսերենում 49-ը։ Այդ Սաղմոսում մի փոքրիկ տեղ կա։ Շատ ուժեղ խոսում է Աստված իր ժողովրդի հետ, շատ ուժեղ զորացնում է, հետո անմիջապես գալիս է մի խոսք, որը ուղղված է ամբարիշտին։ Այդպիսի մի արտահայտություն կա, ասում է քեզ ինչ, որ իմ օրենքը բերանդ ես վերցրել։ Ասում է մեղքերը գործեցիր ու ես ձեն չհանեցի, կարծեցիր քեզ նման եմ։
Ասում է քեզ ինչ, որ իմ օրենքը բերանդ ես վերցրել, այստեղ չի ասում անունը, ասում է իմ օրենքը։ Իսկ մարդը պարտադիր չի որ խոսի Աստծո անունից։ Ինքը կարող նստի Աստծո մասին խոսի ուղղակի, Աստծո կանոնների մասին խոսի։ Սա արդեն ինքը դատարկ է խոսում, եթե ինքը չի ապրում այդ կանոնների մեջ։ Ու Աստված այդպիսի մարդուն ասում է քեզ ինչ, որ իմ օրենքը վերցրել ես բերան, դատարկ ես օգտագործում կարծես թե։ Նույն ձևով մարդը, որ վերցնում Աստծո անունը իր վրա ինքը պատասխանատու է ճիշտ այդ անվանը համապատասխան ապրելու, որպեսզի այդ անունը փայլի իր վրա, փառավորվի, ոչ թե չերևա այդ անունը, այլ անարգվի։ Սա ավելի շատ գալիս է նրանից, որ մարդը պատասխանատվության զգացում պիտի ունենա, որովհետև եթե Աստված ասում է իմ անունս կրող ժողովուրդ, քեզ անվանում է իմ անունս կրող ժողովուրդ, սա գիտեք մի մեծ կոչում է Աստծո առջև, ու վերջում պիտի պահանջի, ասի չէ որ դուք իմ անունս եք կրում։ Դրա համար շատ ժամանակ ինձ հաճախ հարց են տալիս, ասում են, եթե Աստված կա, ինչու հայ ազգը միշտ դժբախտության մեջ է ապրում։ Ասում են, որովհետև հայ ազգը միայն անունով է Աստծուն, որովհետև անունը վերցրել է իր վրա, բայց ոչ մի Աստծո կանոններից չի իրականացնում։ Այսօր նայեք հայ ազգին։ Կարծում եք, եթե մեղքը շատանա Հայաստանում, Հայաստանը պիտի օրհնվի։ Եթե այսքան մեղքի տները բացվում են Հայաստանում, դուք հասկանում եք ինչի մասն եմ ասում։ Կան հեռուստացույցը մեղքացույց տալիս, այսքան տարբեր լրատվական միջոցները մեղք են տարածում, մեղքի ռեկլամներ են գնում, ու այդ բոլորի մեջ Աստված պիտի օրհնի այս ժողովուրդը, որոնք կոչվում են քրիստոնյաներ։ Իսկ դուք գիտեք, հենց նրա համար որ հայերը քրիստոնյա են ու չեն ապրում որպես քրիստոնյաներ, ինչքան են մուսուլմանները հայոյում հայերին, ու նաև հայրի Աստծուն, ու բոլորովին չեն էլ հավատում Աստծուն, հայրի Աստծուն։ Ինչու՞, որովհետև հայերը չեն ապրում իրենց Աստծո զորությունով։ Աստծո զորությունը պիտի փոխի նախ հայրի կյանքը, հետո նոր Երևադա հրաշքներով ու զորություններով, որը ցույց կտա իրեն, կներկայացնի Աստծուն։ Հալելույա։ Սա շատ կարևոր մի բան է։ Երկրորդ բաժինը, որտեղ մարդը կարա դատարկ օգտագործի Աստծո անունը, դա գիտեք ինչն է, երթվելը։ Ղևտացիների գրքում 19-րդ գլխի 12-րդ խոսքում Աստված շատ կոնկրետ է խոսում իր մասին։ Գիտեք, որ այս բոլոր առաջի 5 գրքերը Աստվածաշնչի գրել է Մովսեսը, Աստծո թելադրանքով ուղղակի Աստված խոսել է նրա հետ։ Իհարկե որոշ պատմական բաժիններ էլ կան։ 12-րդ խոսքում գրվում է այսպես. Իմ անունով սուտ տեղը երթում չանեք, ու ձեր Աստծո անունը մի պղծեք, ես եմ Տերը։ Հիսուսը նոր Գիտականում հիշեցրեց այս խոսքը, որ իմ անունով սուտ տեղը երթում մի արեք, ու ձեր Աստծո անունը մի պղծեք, ես եմ Տերը։ Այսինքն երբ որ մարդը սուտ տեղը երթվում է Աստծո անունով, ինքը կարծես պղծում է այդ անունը։ Աստվածաշունչն է ասում դրա մասին։ Մեզ համար ամենաբարձր հեղինակությունը Աստվածաշունչն է, ոչ մի մարդու խոսք, միայն Աստվածաշնչի խոսքը։ Ու գրված է, որ նա, ով որ սուտ երթում անում, ինքը կարծես թե պղծում է։ Նոր Գիտակարանում Հիսուսը խոսեց ուրիշ ձևով, այս նույն պատվիրանը վերցրեց, հիշում եք Մատթեոս 5-րդ գլխում է գրված 33-ից 37-րդ խոսքերում։ Ասեց առաջիններին ասվել էր. Լսել եք, չէ՞ որ երթում չանես, բայց ես ձեզ ասում եմ, գրված է սուտ երթում չանեք, իսկ Հիսուս ասեց ես ձեզ ասում եմ ընդհանրապես երթում մի արեք։ Ինչու՞, մի նոր տեսակ որակ բերեց հավատացյալների համար։ Դրանից հետո շարունակության մեջ գրված է ձեր այոն այո լինի, ոչը ոչ։ Եթե դու ասում ես սա այսպես, ոչ մի երթման կարիք չունի։ Եթե քո այոն այո է ու ոչը ոչ, երթման կարիք չունի, կարիք չկա որ դու երթվես։ Որովհետև ինչ ասել ես դա պիտի իրականացնես, դա պիտի կատարես։ Կամ դա կարիք չկա ապացուցելու, հաստատելու։ Մարդիկ կհավատան, թե չէ քո հոգսը պիտի չլինի, դա պիտի լինի Աստծո հոգսը։ Ու կարողացիր քո հոգսերը թողնել Աստծո վրա։ Մի դեպք եմ հիշում, երբ որ դատում էին մի հավատացյալի հավատքի համար, նրա համար որ ինքը հավատացյալ էր, պետությունը դատում էր։ Ու դատարանում իրեն բան էին անում, որ ինքը երթվի անպայման, որ իր ասածների մեջ սուտ չի լինելու։ Շատ լավ խոսքեր արտասանեց այդ եղբայրը, ասաց իմ ասած խոսքը ավելի բամուր ու հաստատուն է, քան թե ձեր երթումները։ Քրիստոնյան այսպեսին պիտի լինի։ Վերանիցը դուրս եկավ, պատասխանատվության զգացում այնքան ուժեղ պիտի լինի, որ ամեն ինչ անես դա իրականացնելու համար։ Երթվելու կարիք չկա։ Այնքան պարզ ու անկեղծ պիտի լինես, որ որտեղ պետք է, որտեղ սխալվել ես, պարզ ուղիղ ասես սխալվել եմ, ու նորից երթվելու կարիք չկա։ Այնտեղ որտեղ դու ճիշտ ես, ասես էսպես է կատարվել, ու ելի երթվելու կարիք չկա։ Ու դու այնքան ամուր լինես, որ մարդիկ կողքից քեզ նայողները հայ ասեն ճիշտ խոսող մարդ է։ Ճիշտ ուղիղ խոսող մարդ է։ Չասեն, այսպես ծռում է, այսպես անում, այնպես անում, հետո էլ վերջում էլ երթվում է, որ ապացուցի իր ասուտը։ Սա արդեն քրիստոնյա վայել չի։ Երթումը հիմնականում բացասական է այս պատճառով։ Հակոբոսը երթվելու համար ավելի խիստ է գրում։ Ասում է չլինի որ երթվեք, ես շատ կարճ իմ բառերով եմ ասում, չլինի որ երթվեք, ասում է որ դատապարտության տակ ընկնեք։ Հիսուս ասաց որ այո, ոչը ոչ, դրանից ավելին չարից է գալիս, այսինքն երթումը։ Սա նոր կտականանային հոգեբանությունն է։ 5 կտականում թույլ էր տալիս երթվել, որովհետև մարդիկ ունեին մեղքի բնություն, իրար չէին վստահում, իրար նկատմամբ բացասական կարծիք ունեին, ամեն մեկը ուզում էր խաբել մյուսին եւ այլն։ Այս աշխարհը լցված է այդպիսի մարդկանցով։ Բայց մեկը մենք նրանց ապացուցելու ոչինչ չունենք, ու մենք չենք երթվում։
Մենք ուղղակի ասում ենք ու կանգնում ենք մեր ասածի ետևում։ Այսպեսին ես դու որպես քրիստոնյա, դու ճիշտ ես։ Հալելույա։ Երրորդ բաժինը, որը շատ վտանգավոր մի բաժին է, ու խոսում է նրա մասին, որ կարելի Աստծո խոսքը, Աստծո անունը դատարկ տեղը օգտագործել, դա շատ շահագործելն է Աստծո անունը։ Հիմա կմտածեք ինչպես։ Օրինակ մարդիկ դուրս ծեծում են, ասում են մատաղի փող են հավաքում։ Գիտեք որ շահագործում են Աստծո անունը։ Այդպեսի մեկին ասեցի դու Աստծո անունով փող ես հավաքում։ Աստծո պատիժը պիտի չտեսնես։ Կարող է մի քիչ խիստ անջում, բայց սա իրականություն է։ Ու գիտեք այդպեսի մարդկանց հետ ես առիթ ունեցել եմ շատ խոսելու։ Մեկը չի, երկուսը չի, շատերի հետ եմ այդպես խոսել։ Մեծ մասամբ խաբում են իրենք։ Իրենք կարիքն էլ չեն ունենում։ Մեկը ասեց մատաղի փող եմ հավաքում։ Ասեցի ինչի համար, ինչով կարամ օգնեմ քեզ։ Ասեց տղաս հիվանդ է, ասեցի գանք աղոթենք թող լավանա։ Աստված իրականա դու էլ հավատում ես մատաղի փող ես հավատում, գանք աղոթենք թող լավանա։ Հասցեն տվեց սխալ, հետո երբ որ սխալ հասցեով էլ մի կերպ իրեն գտանք, պարզվեց որ ոչ մի այդպեսի բան էլ չկա իրենց տանը։ Այդպեսի առիթներ ունեցել ենք։ Ու սա մեկը չի, երկուսը չի։ Դրա համար Աստծո անունը չի կարելի օգտագործել սեփական շահերի համար։ Երբեք Աստծո անունը չօգտագործես քո պատիվը բարձրացնելու համար։ Մենք երբեք մեր հեղինակությունն ու պատիվը չենք բարձրացնում, մենք բարձրացնում ենք Աստծո պատիվն ու հեղինակությունը։ Մենք գովում ենք Աստծուն, չենք գովում ինքներս մեզ։ Մենք մարդ ենք, ամեն սխալներ հնարավոր են որ մեզանից դուրս գան։ Աստծուց սխալներ դուրս չեն գալիս։ Աստված կատարյալ սրբություն է, ինքը իր սկզբունքների ետևում կանգնած է, իր խոսքը շատ ամուր պահում է ինքը։ Ու մենք գնալով ձգտում ենք նմանվել իրեն։ Հալելույա, համաձայն ես ինձ հետ։ Գիտեմ նույնիսկ քրիստոնյա հավատացյալ, որը մկրտված էր Սուրբ Հոգով, գնացել էր միտեղ ու ասել էր գիտես ես հավատացյալ եմ, որ ինձ օրական այսքան ուտելիք տակ, Աստված ձեզ կօրհնի։ Սա ճիշտ չի, ես մարդը գնար ասեր ուզում եմ աշխատեմ ու իմ վարձքը ստանամ, այդ աշխատածից դիմաց ստանամ։ Չէ՞ որ դու քրիստոնյա ես, ոնց կարող ես Աստծո անունը օգտագործել փող աշխատելու համար։ Բայց այսպիսի մարդը պիտի օրհնվի Աստծո կողմից, չէ՞ որ ասում անմեղ պիտի ճամարի այդ մարդուն։ Չի կարելի երբեք Աստծո անունը օգտագործել սեփական շահերի համար։ Մարդիկ երբ որ նստում են հավատացյալների հետ ու խոսում են հավատքից, իրենց ցույց են տալիս որպես հավատացյալ։ Բայց երբ որ նստում են անհավատների հետ, իրենք մոռանում են, թե իրենք հավատացյալ են։ Սա էլ է դատարկ։ Դու ինչ ես Աստծո անունը օգտագործում հավատացյալների մեջ, եթե դու քո կյանքում այդ անունը չի գործում որպես զորություն։ Քո կյանքը դա չի փոխել։ Դու որտեղ նստես, պիտի լինես նույն հավատացյալը, նույն Աստծո որդին, նույն քրիստոնյան, որը իր մեջ ունի Աստծո զորությունը։ Դու անփոփոխ անձ պիտի լինես, այն տեսակետից, որ քեզ համար մեկ է, թե ով կկանգնի քո առջև։ Աստծո խոսքը ասում է, որ դուք թագավորների առջև նույնիսկ կարող եք կանգնել իր անունը վկայելու համար։ Եթե այսօր այդպիսի առիթ լինի, դու համարձակ կվկայես, որ դու քրիստոնյա ես, թե դու կվախենաս դրանից։ Մարդիկ ովքեր վախենում են իրենց աշխատավայրում, իրենց սովորելու տեղում, չգիտեմ էլ ինչ շրջապատներում խոսել Հիսուսի անունից, նրանք երբեք էլ չեն խոսի այդպիսի տեղերում։ Բայց մասնակի օգտագործել Աստծո խոսքը սա նույն դատարկ օգտագործելն է, որովհետև քո կյանքում դա ուժ չի ունենում։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Հայաստանում շատ հաճախ այդ բաները կատարվում են քրիստոնյաների մեջ, որ մեկ էլ մոդայա հավատացյալ լինելը։ Ու մարդիկ դա օգտագործում են դրա համար, Աստծո անունը։ Դա հենց այս դատարկ տեղը օգտագործելն է։ Գիտեք, երբ որ լինի հալածանք ու Հիսուսի անվան համար մարդկանց սպանեն, արդյոք դու նույն համարձակությունով կխոսես, որ դու Հիսուսինն ես։ Գիտեք, որ այդպիսի ժամանակ պիտի գա։ Հիսուսը ինքը մարգարեացավ ապագայի համար, ասաց իմ անվան համար բոլոր ազգերի մեջ ատելի պիտի լինեք։ Իմ անվան համար բոլոր ազգերի մեջ ատելի պիտի լինեք։ Այս ժամանակ դուք օգտագործես Հիսուսի անունը ցույց տալու, որ դու ես Հիսուսինը։ Այն օր ամենտեղ կարող ես օգտագործել։ Հալելույա։ Բայց այդ որ խոսում ենք սրա մասին, մի քիչ թերի է ստացվում։ Այն ժամանակ հрьяաները շատ վախենալով այս խոսքից, որ իրենք հաճախ կարող են սխալ օգտագործել Աստծո անունը, իրենք չէին արտասանում, ընդհանրապես Աստծո անունը չէին տալիս։ Եհովա անունը, որով Աստված ներկայացել էր Մովսեսին, այդ անունը ընդհանրապես վախենում էին օգտագործել։ Ու ինչ որ ժամանակ հետո, որպեսզի այդ անվան փոխարեն մի բառ հայտնվեր, որով կարողանային խոսել Աստծո մասին ու միակ ճշմարիտ Աստծո մասին։ Դրա համար մեջ մտավ Ադոնայ բառը, որը նույնպես նշանակում է Տեր։ Ադոնայ արտահայտությունը դուք բնագրերում կամ ուրիշ գրքերում շատ հաճախ կարդաք դա։ Հորաները սկսեցին օգտագործել Ադոնայ, Տերը, 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 այսպես էին ասում կարծես թե։ Բայց չլինի որ քրիստոնյաներն էլ այդպեսին դառնան, որ հիմա էլ այս պատվիրանին նայելով հանկարծ վախենան Աստծո անունը օգտագործելուց։ Գիտեք, միշտ ինչ որ մի բանի արժեքը գալիս է նրանից, թե ինքը ինչ է իրենից ներկայացնում ու ինչ պարունակություն ունի իր մեջ։ Անվան արժեքը կարևոր է նրանով, թե Աստված իր անունը տալով ինչ է ուզում անի։ Մի քանի բաներ ասեմ, որ շատ կարևոր են։ Նախ տարբերություն դնելու համար է անունը։ Հիմա եթե բոլորիս անունը նույնը լիներ, ինչ կլիներ։ Բոլորս մի անուն ունենայինք, ինչ կլիներ։ Մի տեսակ չէր ստացվի, չէ՞, կարծես թե այդ անունները դրված է հատուկ տարբերությունները տեսնելու համար։
Մեկ-մեկ հարցնում են, ասում են, բա որ բոլորդ նույն Աստվածաշնչին եք հավատում ու բոլորդ քրիստոնյաները ինչի եկեղեցիները տարբեր անուններ ունեն։ Միակ պատասխանը սա է, որ իրարից տարբերվեն։ Մենք իսկապես նույն Աստվածաշնչին ենք հավատում, նույն Հիսուսին, նույն Աստծուն, բոլոր եկեղեցիների հետ հավաքվում ենք։ Մի կարևոր բան կա։ Աստծուն պետք է ճանաչել, տարբերել այլ ազգի աստվածներից։ Այն աստվածներից, որոնք աստվածներ չէին, որոնք կուռքեր էին։ Այս ամենակարևոր բաժինն էր, որ պիտի ճանաչվեր։ Երբ որ Մովսեսին հայտնվեց Աստված, նկատել եք ինչ տեսակ զրույց է գնում։ Ասեց գնա իմ ժողովրդին դուրս հանի, ասեց լավ, գնամ այդ մարդկանց ասեմ, որ մեր հայրերի Աստվածը Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստվածը ինձ ուղարկել է, որ ձեզ դուրս հանեմ Եգիպտոսից։ Ու ինձ հանկարծ հարցնեն, ասեն Աստծո անունը ինչ է, ինչ ասեմ։ Այնտեղ չի ասում, թե հարցնեն ով է Աստված, ասում հարցնեն Աստծո անունը ինչ է, գիտեք ինչու։ Մովսեսը լավ գիտեր Եգիպտոսում Իսրայելը ինչ վիճակում էր։ Այնտեղ Եգիպտոսում Իսրայելը պաշտում էր բազմազան աստվածների։ Ամեն տեսակ կենդանիների, չգիտեմ, բնության երևույթների իրենք պաշտում էին որպես աստվածներ։ Ու հիմա գնար ասեր, որ Աստված ինձ ուղարկել է, որ ձեզ դուրս հանեմ, կասային որ Աստվածը։ Այն ցուլը, թե այն մյուս անունները կթվարկեին Եգիպտոսի բոլոր աստվածների։ Մովսես ուղակի կկանգներ, կասեր մեր հայրերի Աստվածը, կասեին, բա մեր հայրերի Աստվածը ո՞ր մեկն է։ Էս ինչ Աստվածը, Բահաղը, էս ո՞ր Աստվածն է։ Անուններ ունեին իրենք, բայց Աստված կարծես թե միշտ դա անուն չուներ։ Աստված խոսեց, ասեց ես եմ Եհովան, գնա ասա, որ Եհովան է ուղարկել։ Ու այստեղ պայմանագիր կնքվեց, շարունակության մեջ է գրված այդ պայմանագիրը, ասեց, որ եթե իմ կանոններից մեջ ապրեք, ձեզ պիտի հասցնեմ կաթ ու մեղր բխող մի երկիր եւ այլն, ամբողջ ծրագիրը թվարկում է։ Անունը շատ կարևոր էր այս պայմանագիրը կնքելու համար։ Դուք ցանկացած տեղ որ փորձեք ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, ինչ-որ փաստաթուղթ կնքել, ձեզ պիտի տան ասեն ստորագրեք։ Գիտեք ինչու դուք գրում եք ձեր ձեռքով, որ դուք համաձայն եք այդ պայմանները կատարելուն, նաև դիմացինի պայմանները կատարելուն դուք համաձայն եք։ Աստված իր ժողովրդի հետ մի հատ տուղթ կնքեց, մի հատ պայմանագիր կնքեց։ Այս 10 պատվիրանները, որ խտացումն են այդ օրենքի, այս 10 պատվիրանները պահելու դեպքում այդ ժողովրդին կհասցնի մինչև Քանանի երկիր։ Եվ գիտեք ժողովրդից ոչ ոք չհասավ, 2 հոգի ընդամենը։ Մնացած բոլորը մեռան անապատում մի պատճառով, որ խախտեցին այդ կանոնները։ Սա խորհրդապատկեր է, խնդրում եմ ուշադիր եղեք։ Ուրեմն կարևոր էր ուխտը կնքելու համար, անունը շատ կարևոր էր դրա համար։ Անունը շատ կարևոր է փրկության համար, որովհետև ցանկացած մարդ ինքը մեղավոր բնություն ունենալով, իր ծնողներից մեղավոր բնության ծնվելով, ինքը հեռանում է։ Եթե չապաշխարեց, եթե չնվիրվեց Աստծուն, ինքը հեռանում է դժոխք։ Կարիք է լինում, որ ինքը գտնի Աստծուն, որ ինքը ձգտի հաղորդակցության Աստծո հետ։ Ու այդ գտնելու ձգտման այդ ընթացքի մեջ ինքը նոր բնություն է ստանում Աստծո կողմից։ Ու նոր բնություն ստանալով ինքը դուրս է գալի մեղքից ու մտնում է սրբության մեջ, որով ինքը կարա հասնի փրկության։ Նոր Կտականում ավելի ուժեղ է գրված անվան փրկության իմաստը։ Գործք առաքելոց 4-րդ գլխում 12-րդ խոսքում դրա մասին գրված է, կարող եք կարդալ։ Ուրեմն պատմեմ ինչպիսի դեպք տեղի ունեցավ։ Գրված է Պետրոսն ու Հովհաննեսը գնում էին տաճար աղոթք անելու, ճանապարհին մի կաղ էր նստած գեղեցիկ կոչված դռան մոտ, հիշում եք երևի այդ պատմությունը, ու ինքը ողորմություն էր հավաքում։ Մոտեցան Հովհաննեսն ու Պետրոսը, ասացին մեզ նայր, բռնեցին ձեռքերից, կանգնացրեցին Հիսուսի անունով, հետո իրանց տարան դատելու։ Ասին դուք ինչ իրավունք ունեք այդ անունով սովորեցնելու, ով ձեզ իշխանություն տվեց այս մարդուն ոտքի կանգնացնելու։ Տարօրինակ է, չէ՞, մարդը բուժվել է հրաշքով, բայց իրանց դատում են հրաշքի համար։ Բայց կարծես թե բնական էր ու պետք էր այդ դատը։ Գիտեք ինչու, որպեսզի Հիսուսի անունը ավելի տարածվեր, ավելի փառավորվեր, ավելի վկայվեր Հիսուսի անունը։ Պետրոսն ու Հովհաննեսը համարձակ կանգնած վկայեցին, ասացին, որ այն Հիսուսը, որին դուք խաչեցիք, ահա նրա անունով այս հրաշքը կատարվեց։ Ու երբ որ իրենք դա խոսեցին, մի կարևոր արտահայտություն արեցին, ասացին չկա երկնքի տակ մարդկանց մեջ ուրիշ անուն տրված, որով մարդիկ կարող լինեն փրկվել։ Սա շատ կարևոր արտահայտություն է, չկա երկնքի տակ մարդկանց մեջ մի անուն, որով կարող լինեն փրկվել։ Ինչ տեսակ անուններ ուզում եք վերցրեք այս աշխարհի վրա, ինչ տեսակ աստվածների կամ չաստվածների անուններ, դրանցով փրկություն հնարավոր չի։ Ոմանք ասում են Ալլահ, ոմանք ասում են Բուդդա, Կրիշնա եւ այլն, շատ են այդպիսի անունները, բայց ոչ մեկով փրկություն չկա, դա Աստվածաշնչի խոսքն է ասում մեզ։ Գրված է երկնքի տակ մարդկանց մեջ ոչ մի ուրիշ անուն չկա տրված, որով կարող լինենք փրկվել։ Միակ անունը սա էր, թող այդ անունը միշտ փառավորվի։ Այս բոլորը որ թվարկում են, բոլորը փակված են ուխտի մեջ։ Ես ուղղակի մի քիչ բաց եմ անում։ Ուրեմն մի բանի համար էլ է տրված անունը։ Երբ որ Հիսուսը իր աշակերտներին ուղարկում էր հրաշքներ գործելու, Ավետարանչություն անելու, Ղուկաս 9-րդ եւ 10-րդ գլուխներում դուք կարդաք։ Գրված է իր անունով իշխանություն տվեց հրաշքներ գործելու։ Իր անվան մեջ կարծես թե իշխանություն տվեց։ Ու երբ որ գնում էին դևեր հանելու, նրանք ասում էին ուղղակի, ասում էին Հիսուսի անունով դուրս արի։
ու հրաշքը տեղի էր ունենում ու դևերը դուրս էին գալիս։ Ձեռքները դնում էին հիվանդների վրա, ասում էին Հիսուսի անունով բուժված ես, ու այդ մարդիկ բուժվում էին։ Անվան մեջ տրվեց իշխանությունը։ Անունը շատ կարևոր է իշխանությունը տալու համար։ Սա այս աշխարհում էլ է գործում, գիտեք։ Եղել է որ ձեզ մի տեղ ուղարկի, ձեր, չգիտեմ, մի նշանավոր պաշտոնյա կամ ինչ-որ մի անձ, ասի գնա իմ անունից ասա։ Ու գնում ասում ես ու ոչ մի դուր չի փակվում, որովհետև մեկն է ասել։ Բայց երբ որ մեկը, այդ մեկը Հիսուսն է լինում, երբ որ աշխարհի ամբողջ դռները բացելն ու փակելը իր ձեռքում է լինում, ու քեզ ասում է գնա իմ անունով, սա ինչ իշխանություն է դրա մեջ դրված, պատկերացնում եք։ Քրիստոնյա, եթե դու իսկապես հավատում ես Հիսուսի անվանը, դու կապրես նաև այդ իշխանությունը։ Հիսուսի աշակերտները գնացին հրաշքները գործեցին, գրվածը ուրախությամբ ետ եկան, ուրախ Հիսուսին ասեցին, գիտես քո անունով դևերն էլ են մեզ հնազանդվում։ Իսրայելը նման բան չէր տեսել, ամբողջ աշխարհը այդպիսի բան չէր տեսել, մի անուն, որին դևերն էլ հնազանդվեին, այդպիսի բան չէր եղել դեռ։ Սա նորություն էր կարծես թե իրենք ուրախ եկան ասեցին։ Հիսուս ասաց, տեսնում էի, սատանան փայլակի պես երկնքից վայր ընկած։ Ասաց, ահա ձեզ իշխանություն եմ տալիս, օձերի, կարիճների, թշնամու բոլոր զորության վրա, կող կրտելու, մի բան ձեզ պիտի չվնասի։ Այսինքն այդ ամբողջ իշխանությունը փակված էր Հիսուս անվան մեջ։ Հիսուս անվան մեջ կար նաև պաշտպանությունը այդ ամբողջ վնասող բաներից, որովհետև ասաց ձեզ ոչ մի բան պիտի չվնասի։ Դուք պիտի կող կրտեք ու ոչինչ ձեզ պիտի չվնասի։ Այս աշխարհում ինչեր կան, որ քեզ վախացնում են, սատանայական ինչեր կան։ Այնքան համարձակ եղիր դրանց վրայով քայլելու։ Դրանք կլինեն հիվանդություններ, կլինեն կախարդություններ, կլինեն չգիտեմ անեծքներ, ոչ մի բանի առջև չկանգնես, համարձակ եղիր տրորիր դրանց ու քեզ մի բան չի վնասելու, եթե դու հավատում ես ու գտնվում ես Հիսուսի անվան մեջ։ Դու գտնվում ես Հիսուսի անվան մեջ։ Հասկանում եք, սա ինչ է տրված դες, ինչ իշխանություն է տրված։ Կարծես թե երբ որ դու հասկանում ես իշխանության մեծությունը, ու մյուս կողմից չես օգտագործում, իմ համար դա ոնց որ մեղք լինի, ոնց կարելի է ունենալ այդքան մեծ իշխանություն չօգտագործել։ Պատասխանատվության զգացումը առաջանում է այստեղ։ Երբ որ դու կարող ես այդ մեծ իշխանությունով մարդկանց ազատագրել, մարդկանց կյանքում երջանկություն բերել, նրանց հիվանդություններից բուժել, հազար մի գործեր անել ես աշխարհի վրա։ Դու կարող ես Հիսուս անունով աղոթել ու դեպքերի հերթականությունը փոխվեն, ու դեպքերի մեջ փոփոխություններ լինեն։ Երբ որ դեպքերը գնում են դեպի ինչ-որ մի ուղղության, դու կարող ես աղոթել ու փոխվեն մի ուրիշ ուղղության։ Կարող ես այս բոլորը խոսում Աստվածաշունչը։ Բայց բոլոր իշխանությունը դրված է Հիսուս անվան մեջ։ Ու դու վերցրել ես այդ անունը քո վրա, ապրում ես այդ անվանը համապատասխան։ Մտածիր մի պահ։ Երբ որ տեսնում ես ինչ-որ բացասական բաներ, դու դրանից նեղվում ես ավելի շատ, թե Հիսուս անունը վերցնում ու սկսում ես կռվել։ Ինչեր կարող ես անել։ Բաց մի թող այդ հնարավորությունը։ Այդպիսի իշխանություն ոչ ոք չունի աշխարհի վրա։ Միայն նրանք, ովքեր գտնվում են այդ անվան մեջ։ Ես գիտեմ, որ շատերի համար նորություն չեմ ասում, դուք ինքներդ տեսել եք Հիսուս անվան իշխանությունը։ Ուղղակի ուզում եմ ձեր մեջ թարմացնել այդ բոլորը։ Կա մի կարևոր բան, որ եթե դու իսկապես ուզում ես Հիսուս անունը քո շուրթերին լինի, ոչ դատարկ ձևով, այլ տեղին ձևով միշտ Հիսուս անունը քո շուրթերին լինի, դու պիտի ապրես իր անվանը համապատասխան։ Գրված է ուրեմն Հովանու առաջի թղթում 2-րդ գլխի 6-րդ խոսքում։ Արտահայտությունը շատ պատասխանատվություն առաջացնող է։ Գրված է այսպես. նա որ ասում է, թե իր մեջ է գտնվում, այսինքն Հիսուսի մեջ, այնպես պիտի ապրի, ինչպես նա ապրեց։ Սա շատ պատասխանատվություն է առաջացնում, այսինքն եթե ես այսօր հանկարծ ասում եմ, որ ես գտնվում եմ Հիսուսի մեջ, խոսքը ինձ պարտավորեցնում է, որ ես պիտի ապրեմ այնպես, ինչպես Հիսուսը ապրեց։ Դու զգում ես այդ պարտավորվածությունը քո վրա, այդ պատասխանատվության զգացումը։ Քո վրա ես վերցրել Հիսուս անունը, ու հավատացյալ Հիսուսի անվանը հավատացող ես կոչվում։ Պիտի ապրես այնպես, ինչպես Հիսուսը ապրեց։ Սրբության տեսակետից զորությունն էլ ինքնըստինքյան կգործի։ Ճշմարտության, մաքրության, պարզության տեսակետից ում Աստծո զորությունը հաստատ կգործի քո կյանքում։ Մի խոսք կա, որ շատ կարևոր է բոլոր քրիստոնյաների համար, գրված է Կողոսացիների 3-րդ գլխում 17-րդ խոսքում։ Ըստ մասին շատ քիչ է խոսացվել, շատ ափսոս երևի դրա համար։ Գրված է, որ ամեն ինչ որ կանեք, թե խոսքերով, թե գործերով, ամեն բան արեք Հիսուսի անունով, Հորը փառք տալով իր միջոցով։ Ոչ թե ամեն քայլի, որ ես մի գործ եմ անում, ես պիտի ասեմ Հիսուսի անունով, սրա մասին չի խոսքը։ Չի նշանակում, որ ես գդալը բարձրացնում եմ, տանում եմ բերանս հաց ուտելու համար, ասեմ Հիսուսի անունով հետո նոր ուտեմ, սրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ դուք ամեն ինչ որ անում եք, այդ անվանը համապատասխան արեք։ Այդ անվան մեջ ապրեք ուղղակի։ Ապրեք այնպես, որ այդ անվանը համապատասխան լինի, որ եթե մեկը նայի ձեր կյանքին, ասի իսկապես Հիսուս կա այս մարդու կյանքում։ Իսկապես Հիսուսի անունը ուժ ունի այս մարդու կյանքում։ Սա էլ է պատասխանատվություն առաջացնում շատ։ Գիտեք ինչու շատ քրիստոնյաներ վախենում են խոսել Հիսուսի մասին։ Գիտեք ինչու ընդհանրապես չեն խոսում քրիստոնյաները Հիսուսի մասին։ Դες մի գաղտնիք ասեմ, որովհետև իրենց սրտում չեն ունենում Հիսուսին։ Սա ես չեմ ասում վերստին ծնունդի մասին։
Ես չեմ խոսում Սուրբ Հոգու մկրտության մասին, վարդապետություն չեմ խոսում։ Ուրիշ լեզվով ասեմ, լավ, որ վարդապետական չլինի։ Իրենք իրենց մեջ սիրահարված չեն Հիսուսի վրա։ Ըստ նկատել եք, որ մեկը սիրահարվում է մեկի վրա, որտեղ նստում վերակենում նրանից է խոսում։ Նրա անունը շատ է տալիս, իր շուրթերից շատ է դուրս գալիս։ Եթե չեք նկատել, նկատեք, եթե մեկից շատ կլսեք մեկի մասին, մտածեք գուցե սիրահարված է։ Դու սիրահարված ես Հիսուսի վրա։ Քո ներսդ ուզում է անընդհատ Հիսուսից խոսել։ Քո միտքը զբաղված է իր մասին։ Այս է շատ կարևոր։ Եթե քո ներսը սիրահարված լինի Հիսուսի վրա, դու ամեն ինչ կանես իր անունով։ Ամեն ինչի մեջ կմտածես, որ իրեն հաճելի պիտի լինես։ Մեկ-մեկ աղջիկների գիտեք ինչի վրա եմ զարմանում։ Որ իրենք ուզում են, որ այդ տղեն իրան ուզի, բայց այնպես չեն պահում իրենց այդ տղու մոտ, որ իրենց ուզի։ Ասում եմ, եթե լավ, դու գոնե մի քիչ այդ տղուն համակրում ես, ուզում ես, որ քեզ հավանի։ Ինչի քեզ նես չես պահում, որ դուրը գաս։ Կարծես շատ բնական է, չէ՞ սա։ Նույնիսկ շատ քրիստոնյաների կասեմ, եթե իսկապես ուզում եք, որ Աստված ձեզ շատ սիրի, որ Հիսուսը ձեզ շատ սիրի ու ձեզ օրհնի ձեր կյանքը, ինչու ձեզ այնպես չեք պահում, որ դուր գաք Հիսուսին։ Սա շատ կարևոր մի բան է։ Ու գիտեք, մարդու բոլոր խոսքերը ու գործողությունները բխում են իր սրտից։ Այդպիսի բան չկա, որ ասես, այս մի բանը անում եմ, բայց իմ սրտից չի գալիս, սրտումս այտենց չի։ Շատ ծայրահեղ հազվադեպ են այն դեպքերը, երբ որ սրտում ուրիշ բան է լինում, արտաքնապես ուրիշ բան։ Առակաց 22-րդ գլխում մի հետաքրքիր խոսք է գրված 17-18-րդ խոսքերում, չի ասում անվան մասին, խոսում Աստծո խոսքի մասին։ Ասում է, եթե այդ խոսքերը պահես քո սրտի մեջ, դրանք քո շուրթերի վրա էլ կլինեն։ Չի ասում պահիր քո սրտի մեջ ու քո շուրթերի վրա էլ։ Ասում է, եթե պահես քո սրտի մեջ, քո շուրթերի վրա կլինեն։ Այսինքն դու քո շուրթերի վրա ինչ տեսակ խոսքեր ունես, ինչ անուններ ես խոսում, այդ դա է քո սրտի մեջ։ Ինչպես ես խոսում, այդ դա է քո սրտի մեջ։ Քննիր, ու եթե քիչ է Հիսուսի անունը քո շուրթերի վրա, ուրեմն քո սրտի սիրահարվածությունն է քիչ Հիսուսի վրա, քո սրտի լցվածությունն է քիչ Հիսուսով, որովհետև սա շատ կարևոր անուն է, ու մենք ոչ թե դատարկ, այլ իրական տեղը մենք պարտավոր ենք օգտագործել այդ անունը։ Շատ կիսատ կլիներ, եթե ես միայն խոսեի անունը չտալու մասին, բայց պիտի ասեմ նաև ինչքան կարևոր է այդ անունը տալը։ Մի խոսք գրված է Գործք առաքելոց 9-րդ գլխում, հենց սկզբից նկարագրում է, որ մի չար մարդ կար Սավուղ անունով, որը բոլոր քրիստոնյաներին բանտարկում ու բանտ էր դնում։ Ու այնքան նախանձավոր էր քրիստոնյաներին հալածելու, ծեծելու, սպանելու մեջ, բան դնելու, որ նույնիսկ չհանգստացավ, երբ որ որոշ գործեր արեց Երուսաղեմում, Հրեաստանում ու ցրեց քրիստոնեական եկեղեցին, իսկապես եկեղեցին ուղակի ցրվեց, բաժանվեց տարբեր երկրների մեջ, ու որտեղ գնում էին եկեղեցիներ առաջանում, որովհետև իրենք ուժեղ քրիստոնյաներ էին։ Ու գրված է, որ ինքը գրավոր իրավունք ստացավ իշխանություններից, որպեսզի գնա Դամասկոս էլ նույն գործերը անելու համար, հալածելու համար, ու ճանապարհին Հիսուսը հայտնվեց նրան, ու ինքը ապաշխարեց, ինքը դարձավ մի քրիստոնյա։ Ու ինչքան որ եռանդ ուներ քրիստոնյաներին հալածելու, հիմա այդքան եռանդ ինքը ներդրեց Աստծո անվան համար ծառայելուն։ Երբ որ Պողոսին հայտնված այդ մեծ լույսով Աստծո հայտնությունից գրված աչքերը կուրացած էին, ու ինքը 3 օր այդպես կույր նստած էր միտեղ, մի ուրիշի Աստված տեսիլք է ցույց տալիս։ Ասում է, ինչ տանմեց նստած Ասողոս անունով մի մարդ։ Կգնաս ձեռքդ կդնես նրա վրա, որպեսզի տեսնի։ Ասում է, ոնց գնամ, ախր այդ մարդը եկել է, որ հալածի քրիստոնյաներին, ես ոնց գնամ նրա մոտ։ Անանիայի խոսքերն են, հիշում եք։ Հիսուսը հետարքիր ձևով ասում է Անանիային. գնա դու, որովհետև նա ինձ համար ընտիր անոթ է, իմ անունս հեթանոսներին տանելու համար։ Ընտիր անոթ, որի մեջ Հիսուսը պիտի դներ իր անունը ու տեղափոխեր հեթանոսներին մատուցելու համար։ Եվ Աստված ուզում է, որ եկեղեցու մեջ բոլորը լինեն ընտիր անոթներ, ու իրենց մեջ կրեն Հիսուս անունը անհավատների առջև, որպեսզի Հիսուսը չամաչի այդ բաժակով, այդ անոթով իր անունը ներկայացնել նրանց։ Գիտեք դրա մասին, որ Հիսուսը կարա նայի երկրին, իր ժողովրդին ու շատ տեղերում ամաչի, որ այդ մարդը իր անունն է տալիս։ Բայց շատ տեղերում էլ ինքը չի ամաչում, ինքը ուրախ է, ինքը պարծենում է իր որդիներով, որովհետև իր անունը տեղին են տալիս, որովհետև իր անունը տեղին են կրում, որովհետև ապրում են իր անվանը համապատասխան։ Ուզում ես ընտիր անոթ լինել։ Տիմոթեոսի 2-րդ թղթում 2-րդ գլխի 21-րդ խոսքում գրված է, որ մեծ տան մեջ բազմազան անոթներ են լինում, թե պատվի անոթներ, թե անարգանքի անոթներ։ Ես գիտեմ մի բան, որ ոչ մեկը չի ուզենա, որ իր անունը ինչ որ անպատիվ տեղ լինի գրված։ Հիշում եմ, երբ որ աշխատում էի գործարանում, մենք մի սև տախտակ ունեինք, որի վրա գրում էին ուշացողների անունները։ Այդ տախտակը մուտքի մոտ էր դրված, ու ամեն անցնողները կարող էին կարդալ ու տեսնել, թե այդ օրը ովքեր են ուշացել։ Ու իհարկե շատ ամաչելի էր, որովհետև 1500 մարդ օրական կարող էր կարդալ կանոնը, եթե դու ուշանայիր մի օր։ Սա բան էր առաջացնում, որ հանկարծ մեկը չլիներ ուշացող։
Ես հավատում եմ, որ Աստված էլ հաճախ տեղ ամոթ է ապրում, որ իր անունը դնում է շատ տկար, թույլ այնպիսի մարդկանց վրա, որ ամաչում են, որովհետև Հիսուսի խոսքերն էր, որ եթե դուք ամաչեք այս չար ազգի մեջ ինձ դավանել, ես էլ պիտի ամաչեմ ձեզ դավանել հոր առջև։ Ու հենց այնպես չի ասել Հիսուսը, Հիսուսի խոսքերը մի անտեսեք։ Տիմոթեոսի թղթում գրված է, որ մեծ տան մեջ կան բազմազան տեսականոթներ, թե պատվի, թե անարգանքի, բայց նաև շարունակության մեջ գրված է, որ եթե մեկը իր անձը մաքրի անարգ բաներից ինքը պատվական անոթ կլինի։ Չի ասում Աստված մաքրի, Աստված կտա զորությունը, կարողությունը մաքրելու համար, ասում է, բայց եթե մեկը իր անձը մաքրի, ինքը պատվական անոթ կլինի։ Ուզում ես դու Հիսուս անունը կրելու համար պատվական անոթ լինել, որ երբ որ դու գնաս միտեղ բերանդ բացես Հիսուսից խոսելու, Հիսուսը չամաչի, այլ հակառակը զորություն տա քեզ, որպեսզի քո բերանից դուրս եկած խոսքով մարդիկ ազդվեն, հրաշքներ ու զորություններ լինի ու հիվանդները բուժվեն։ Դու ուզում ես սա, ուրեմն շատ բարձ անձդ մաքրիր անարգ բաներից։ Գործք առաքելոցում մի շատ հետաքրքիր արտահայտություն էլ կա, ես դրանով կվերջացնեմ իհարկե խոսքը։ Երբ որ առաքյալները հավաքվել էին մի շատ կարևոր հարց քննարկելու, թե արդյոք հեթանոսները, որ դառնում են քրիստոնյաներ, 5 կտակարանային օրենքը պիտի պահեն, թլպատվեն, թե չթլպատվեն։ Հիմա մենք քրիստոնյաներս, որ նայում ենք դրան, մեզ համար այնքան պարզ է ամեն ինչ։ Ու չենք էլ մտածում դրա մասին, որովհետև մեզ այդպես սովորեցնող չի եղել։ Բայց հрьяաների գաղափարի մեջ այնքան խորն էր, որ Մովսեսի օրենքի համեմատ թլպատվելը, որ իրենք ոչինչ չէին կարող անտեսել։ Ու իրանք մտածում էին ոնց կլինի, որ հեթանոսները դառնում են ճշմարիտ Աստծուն ու իրենք հանկարծ պիտի մնան անթլպատ։ Այսպես ոնց կլինի։ Հավաքվեցին, գրվածա երկար վիճեցին, որոշում կայացրեցին, որ չէ հեթանոսներին հանգիստ թողեք, իրենց այդպիսի բաներ պետք չի։ Այդ որոշումը գրեցին մի թղթի վրա ու ուղարկեցին։ Ու նամակի մեջ մի խոսք է գրված, որ ուզում եմ կարդալ ձեր համար, 15-րդ գլխի 26-րդ խոսքը։ 25-ից կարդամ։ Մեզ միաբանությամբ հավաքվածներից լավ երևաց, որ մարդիկ ընտրելով ձեզ ուղարկենք, մեր սիրելիներին Բարնաբասին ու Պողոսի հետ միասին, որոնք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար անձերը մատնած մարդիկ են։ Հետարքիր է, նամակում գրում են, ասում են, որ մեր նամակը ուղարկում ենք Պողոսի ու Բարնաբասի հետ միասին, մեր սիրելիներին։ Ասում այդ մարդիկ Հիսուսի անվան համար իրենց անձերը մատնած մարդիկ են։ Դու մտածել ես, որ քո անձդ նվիրես Հիսուսի անվանը, որ քո անձդ մատնես Հիսուսի անվան համար։ Այս կյանքում ոչինչ չկա, որ արժանի լինի նվիրվածության, գիտեք։ Դուք ում եք ուզում նվիրվել, մարդկանց, գործերի։ Գիտեք, որ բոլորը ձեզ կդավաճանեն։ Մարդիկ էլ, գործերն էլ, այս աշխարհում ամեն ինչ ձեզ կդավաճանի։ Ու ամեն ինչ ձեզ կառաջնորդի մի ուրիշ տեղ, բայց եթե դուք ձեր անձերը մատնեք, ուղղակի նվիրեք մատնելու աստիճան Հիսուսին, նա երբեք ձեզ չի դավաճանելու։ Քրիստոնեության պատմության մեջ մի դեպք կա գրված, որ քրիստոնյաներից մեկին, ես իմ անունը չեմ հիշում, այն ժամանակ այդ հալածանքների դժվարությունների շրջանում, որ մահապատժի էին ենթարկում քրիստոնյաներին, միայն նրա համար, որ իրենք Հիսուս անունն են կրում։ Այդ ժամանակ մարդուն, երբ որ հարցրել էին Հիսուսի անվան մասին ու դատել էին, ինքը ասել էր, այսքան տարի ապրում եմ Հիսուսի հետ, ծառայում եմ Հիսուսին։ Իրանից ոչ մի վատ բան չեմ ստացել։ Իրանց միայն ավատարմություն եմ տեսել։ Այսինքն սա կարծես պարտավորեցրել էր այդ մարդուն, որ նույնիսկ կմեռնեմ, բայց ես իրեն չեմ դավաճանի, որովհետև ինքը ամբողջ ժամանակ ինձ չի դավաճանել։ Դու քո անձդ մատնել ես Հիսուսի համար։ Դու քո անձը դրել ես զոհասեղանին Հիսուսի անվան համար։ Պատրաստ ես մեռնելու։ Երբ որ աշակերտները Պողոսի համար մարգարեանալով ասացին՝ մի գնա Երուսաղեմ, այնտեղ քեզ պիտի բռնեն ու բանտարկեն, ասացին՝ չի եք լացում։ Իմ սիրտս էլ ճմլում եք։ Ես Հիսուսի անվան համար ոչ միայն բանտարկվելու, մեռնելու էլ պատրաստ եմ։ Դու պատրաստ ես մեռնելու Հիսուսի անվան համար։ Եթե դու իսկապես այդ որոշումը ունես քո մեջ, որ պատրաստ ես մեռնելու Հիսուսի անվան համար, այդ մահը իրականացրու քո կյանքի բոլոր բաժիններում։ Երբ որ պետք կլինի սուտ խոսել, դու մեռի այդ ստի համար ու գործիր ճշմարտություն։ Երբ որ պետք կլինի մի մեղ գործել, դու մեռիր այդ մեղքի համար ու գործիր ճշմարտություն։ Ու Հիսուսը քեզանով կուրախանա։ Ու իր անունը քո վրա կփառավորվի։ Ու երբ որ Հիսուս անունը քո բերանից դուրս գա, զորություն կունենա իր մեջ, հրաշքներ գործելու։ Երբ որ Հիսուս անունը քո բերանից դուրս գա, երբեք իզուր տեղը դուրս չի գա։ Բայց եթե դու ապրես մեղքի մեջ, այս աշխարհի ցանկություններով ու ձգտումներով, ու օգտագործես Հիսուս անունը, այս խոսքը քո կյանքում կկատարվի։ Ոնց ես մտածում։ Տալիս ես քո կյանքը Հիսուս անվանը, մատնում ես ուղղակի քո անձը Հիսուս անվան համար, թող երբեք Հիսուս անունը քո կյանքում իզուր տեղը չլինի։ Ես քեզ առաջարկում եմ, հիմա փակիր քո աչքերը ու խոսիր Հիսուսի հետ։ Եթե ինչ-որ բաներ տեսար, որ մինչև հիմա թերիեր քո մեջ, խոստովանվիր դրանք։ Ներողությունդ խնդրիր, որոշումը տասա Հիսուսին, ինչ ես որոշում սրանից հետո, որովհետև առանց որոշման ինչքան էլ քո ներողությունը լինի, ինքը կների,
Բայց հետո դու նորից կընկնես նույն մեղքերի մեջ, եթե չլինի քո որոշումը մեղքերի համար մեռած լինելու, Հիսուսի անվան համար անձդ մատնած լինելու։ Ոտքի կանգնիր։